բազմացուցիչ ասում, ամենագալ Տեր Թողս Տերսի։ Եվ ատեր խոնարեցության եմ ուզում սրդի մո և այցեի կասուր տերեկում է ամենագալ Տեր Թողս Տերսի։ Մեղա, և զաներությունուսին, ես ինձեք գիտեմ, ամենագալ Տեր Թողս Տերսի։ Աղաչեմ և խնդրեմ կեն Թողս Տեր, Թողից, և մի գուրսաներսիս ըստ ամոնենությանիմով, ամենագալ Տեր Թողս Տերսի։ Միանիդյան բարգանարից Տեր, և մի շերս շարիսնիմ, և մի բարտավորեր զիս ըմիջյալսին ներքո և իջարյոն, ամենագալ Տեր Թողս Տերսի։ Զիթո ասված աղաշներոված ես, և իսույց սպարերվանություն կովորկանաժան և ամենագալ Տեր Թողս Տերսի։ Եսուս ծերսից սպազով կողամությանքներ, և ես որդիցից կերես ամենայն աղուրս կենացիմոց, ամենագալ Տեր Թողս Տերսի։ Ըսկեզ դրորդնես ամենայն զվարտում եկնից և հո և հակ, հարգյան, սամեն։ Արկոր և ոտքոր և հոգույսը կոր։ Եվ միշտ է հարգյան, սավեն, սամեն։ Աղաչեմ և խնդրեմ կեն Տեր Թողից Տերսին։ Բազում ողորում եմ ողորմյան։ Աստված կամյար զիսս նրավորս ինարացել կեսոր։ Արանիչիմ և հույս ասված, կտահի սինեղուցյալ զավայիս և ողորմյան ինձ ազմամ է։ Ամենորդնյալ սրկույ և միշկույս աստվածածին Մարյան, բարեխոսի արդեր վաստիվ մեղավորիս։ Ամենայն սուրպու գասուձո, բարեխոսիզը գարհալ իրեն ինձ վասմեր ու մերավորած։ Քրիստոս, որդի աստուծո անոխագալ, ընգալ զավաճանս մեր, զիքես են ավանի յալանցիք մեր։ Ատմոլ զորության սուրպ և ենկանարար և ատվագան խաչիկով էր վախվան յատս մեզ։ Արակյալ է իզնեշտար կաղամությանքով, որ եկյալ պահեսես մեզ անխրովս իդվեր և իքշրի։ Եմ արտասյուրության կոյշյազ մեզ ներշյազ մեզ, հոժան կար սախեր պյասկով և ողորմյան մեզ։ Եկացիմ ուսավորություն, ավաշորության ալազով, ոսույց միազին որդեր ասուզով, կիցու կիսեր դսներ, ընտրելով ինմայել սկավություն և ուսողություն անցարասներով, վասարցին հայիքներ, նավնամով աստված, արինանական որ երկնամով որ եկրգեն արարացես, և ասաս ինքը մինակամիչ մեղավորած, որիս ավաշորաղած շնորելով վսանքիս աշխարելոս, ընտնելով ընտրանապերնյակցին, տաժանյալ կեցնեղող ավաշորություն կավության, արդիգայ կամենքյավն արյալ ամսան, պեգյալ սրդուկամսու, և նասուկ առաջիներով, ձեանցուսեի մեջ, սասումը մարահասյան սանասներոս, բարահոսության խնդիրով, ամենագալ դրացվածներ վիսով և ողորմյան։ Տեր Աստված, կորգությաններով, որ ողորմանուտ ես և կտած, և գայնամիտ բազում ողորմ և զղշանասի վրա չարյաց մարդյան, որ ոչ կամի սկզմահ մեղավորի, այն ստանան լորայջան ճանավարեն և զգյալ, ուդեր արալ ողորմությանքով կիթարեր զորայսիսկով և դու սոցալ դեղի ավաշխարության, հաշտյալ մարդասիրությանքով և արա սոսանդանս եկեղեցքով ուսկով, որպես առողջացյալ ոգով, խոստովանությամբ և ավաշխարությամբ, մտցել եկեղեցի խոսում և ընտրողության կոն քեզ հանցել զորքուն և զբարս, որ և որդքոյ ողքույց զրկով, այժմ և միշտ և հարուդյանս հավիվենից, ամեն։ Önce ayran konuşalım, sonra Türkçe'de konuşalım. Amakor, Yevorto, Yevorto, Sirko, Amen. Koçunemse sileri yaparlar yapılır. Aszoken Mermurat Oğla, Mahtutyunda Mesil. Havatki Gyankin Meç, Amenen Garevore, Askuzohet Harapirçan Meç Mutnerna. Եվ ամենայն դժվարը մեր սիրտը բարձրացնել Աստծո եւ անոր առջև փրկելն է։ Անոր համար Տեր Հիսուս շարունակ ուզել աշակերտներուն ապրել սորվեցնել եւ որ Հիսուս տեսավ իր աշակերտները հասկացավ որ բոլոր մարդոց պես ամենեն իրենց դժվարացած բանը
հավատքին մեջ, աղոթքին մեջ հետապնդելն էր, կցանցրանայի, նույնիսկ կքնանայի։ Եվ Հիսուս արագ նպատմեց, որպեսզի շարունակ աղոթեն և չցանցրանան, սավ քաղաքին մեջ, Աստուծո մեջ չվախցով, մարդուց մեջ չամցով, թադավոր մգար և այրեգին մգար։ Այրեգինը գուքար և գսար, որ թադստես, իրավունքս ար։ Եվ թադավորը, քանի որ գաշարով գաշտադեր, այսօր գնա վահայ է գսար, կինավ մյուսորնալ մգար, շավնակ գսար, որ թադստես, ի վերջո թադավորը սա, որ ես Աստուծո մեջ եմ վախներ, մարդուց մեջ եմ անչներ, բայց այս կինալ ամեն օր կա, անաքիս կնեինց է, անուն իրավունքը դամ, որպես պրգվիմ, եթե ոչ պրգություն չկա։ Հիսուս սա, որ տեսեք, անարդար թադավորը նույնիսկ, շարունակ իրենց թիմած այս կնոջ, այս թիմումներուն չի գրնար թիմանալ, ապա Աստված, որ արդար թադավորն է, մեր սիրո հայրն է երկնավոր, իրեն կացով և իրմե իրավունք ուզողներուն, որքան շուտ իր իրավունքը պիտի դա։ Ուրեմն այս արագով դեր Հիսուս կսե, որ պետք է Աստուծո ճամփաներուն մեջ ալ հարադեր պետք է ըլլա և հետապնդող պետք է ըլլա, պետք է շարունակ երթակ առանց սանսրանալու։ Եվ մեր մարդկային փորձառությունը մեզ ցույց կտա, որ որևէ ասպարեզի մեջ, երբ որ կուզեք այդ ասպարեզի մեջ հաջող ըլլա, դեռ մտուքա ցանցրանալ։ Ինչ պիտի ունեք ցանցրած ազատելը, կամ առաջ գերտակ, կամ ալ ետ կթարնակ։ Եթե ետ թարնակ, այդ ասպարեզի մեջ երբեք չեք գրնար մտնել։ Դուք բոլորը հայրմար եղած եք, հիմա թորնիկներ ունեք ծեց մեր շատերը, երբ որ քիչմը իր վիճակը լավ է ընտանիքին, իր զավակի մասին, իր թորնիկի մասին առաջին մտածածը թաշնակ մսորվի, պիանո մսորվի, գիտար մսորվի, անուրամար հագուս չալ գպրնվի և դրան աղջիկ կսկսի զարնելուն և սորվելուն։ Անոնց մե ոմանք կսորվին, ոմանք չեն սորվին։ Չսորվողները ինչու համար չեն սորվիր, որովհետև կցանցրանան։ Դերն ու կա, նույն բանը գրգին ու գրգիններ իրենց ցանցրացուցիչ կուքա, որովհետև առանց գրգնելու չեք գնար վարժություն սերպերը։ Իսկ անոնք, որոնք այդ ցանցրության գտիմանան, կսկսին եղանակներ հանելու, երբ որ եղանակներ կհանեն, ավելի ախորժակը կբացվի, ավելի շատ կաշխատի, հետևաբար կյանքի բոլոր ասպարեզների մեջ փորձակարը ցանցրույթ է։ Աշխատասեր աշակերտը և զուր աշակերտը ինչ կզադե իր մե, ցանցրության թիմանալու կարողությունը կամ անկարողությունը։ Ուրեմն աշակերտը եթե նստի թասերուն արջևը, այդ թվապանության արջևը, լուծելու չանա այդ բաները, սորվելու չանա այդ բաները, իր մեջ են ցանցրույթ մուկա։ Եվ այդ ցանցրույթը գսե որ փախիր։ Ու սիրած բանուտ է։ Հեռադեսիլտի դե համագարկիչի դետ խաղա, ընկերներդ փնդրե, փողոց ելիր, բարգե քնացիր, ցանցրած չայստաս։ Աշխատասեր աշակերտն ալ նույնպես այդ ցանցրույթը գսկա։ Բայց կթիմանա այդ ցանցրույթը։ Քայմը անթին գերտա։ Նայեցեք այս եկեցի մեջ որոշ մագարտակի մարդիկներ կան։ Եկեցի նկարմամբ։ Բանով, այսինքն դնդեսական սևով դարբեր մագարտակներ կան, բայց եկեցի հաջախելու տեսակետան
տարբեր մարդիկներ են։ Մեր ժողովրդի մեծամասնությունը 5 վայրկյանոց հավատացյալ է։ Մոմը գարնեն, կմտնեն, մոմը կվարեն, խաչի կհանեն, աճ սախ կնային, հետո կպախին։ Ինչու կցանցրանա, որովհետև իրեն խոսերի փամը չկա։ Ուրիշ մագարտակը դուքա եկլեցի մոմը կվարը և կգենա որոշ պահմը, գեշ ժամը իր աուտ կգնեն և գերտան։ Ուրիշ մագարտակը դուքա եկլեցի մինչև արարությունը վերջանան կգենա։ Կա ուրիշ մագարտակը, որ արավոտյան ժամերկութենեն կսկսին, մինչև պատարակը լմնան գերքեն։ Թվիրներ են կամ երջախումբի անդամներ են։ Ասոն եկեսվո երկեր շարագանները գիտեն։ Ուրեմն ինչ է տարբերությունը, ինչպես այս մեր թվիրները առանց ցանցրանալու գերքեն, որովհետև ժամանակին անունքալ ցանցրացած է, բայց այդ ցանցությունը քերազանցած է։ Այդ ցանցությունը իրենց արգեք չի եղած, որպեսզի սորվին այդ շարագանները իմանան և երբ որ մեկը կսորվի, արդեն այդ ցանցությունը իր մեն կհերանա։ Հիմա ցանցրանալու մեծակույն թերը հարգավթեն փնագանը սիրելն է այդ բանը։ Երբ որ փամը կսիրեք, այնադեն այդ ցանցրույթը ցեզի համար ցանցրույթ չլար։ Հիմա երբ որ մայմը զավակ ունենա, աշխարհի ամենեն ցանցրացուցիչ բանն է զավակով սպառը, ուրիշին զավակով։ Մեկը օգնել սադիգինին, որ հերասայն է։ Ուրեմն, երբ որ գսիրեք, սիրով գնենք, բայց երբ որ չեք սիրել, այնադեն ցանցրույթով կպատայի։ Անորամար երբեմն կտեսնենք, չէ, սկանդալներ գլա, այդպես քրեշներուն մեջ, թվրոցներուն մեջ, կամերաներ գտնեն, հետո կտեսնվի, որ անոր նայողը գծեց է, գհր է։ Ինչու քազան չէ այդ մարդը, ցանցրացած է, որովհետև մամպի հետ սպառնի իրավես դրույն կորց չէ։ Աշխարհի ամենեն ցանցրալի էյակներն են մամպիները, կապրիսներով դեպսուն են, գուլա չես կդեր թե ինչքան մարդ գուլա, ջաշի գուլաց նոր են գուլա, գշարժեց նոր են գուլա, և երբեմն խեղտելու սկացում գուլա մարդ գուլա, եթե կու զավարը չէ։ Բայց երբ որ կու զավարը է, կու թորնիկը, այդ բոլորին համբերության կտիմանաս, այդ բոլոր ցանցրույթին գանցնին, ուրեմն կարևորը սիրելն է։ Բայց սիրելն ալ դարավնակ կերպով խնամ տալով կսկսի։ Մեկ ատմը խնցորի գուդը արեք, սերմը արեք, անիկա թաղարի մեջ սկեցեք, ամեն օր չշուրեք, հետո կամաց ետլա անիկա, հետո անիկա արնեք բարդեզին մեջ տնգեցեք, ամեն օր չուրեք, բարարդացուցիչ թրեք դագը և այլն, սիրելու կսկսի։ Մյուսերեն դապեր վարվելու կսկսի այդ նորմալ կուսի։ Ուրիշներուն համար ոյվե պամը չա անիկա, բայց սեզա համար ամեն օր չել ծեր չրած, զերոյեն սկսած պույսուն է։ Ուրեմն աշխատանքը, խնամքը սերը գավեցն է։ Սերը խնամքը գավեցն է։ Եվ այսպես երկուքը միասին կմեցնան։ Այսինքն սեր ու սասպաննալ մեկերի մեկ մեջտեր չի կար, մայրնալ բարապտերը չի սիրել իր զավակը, 9 ամիս իր փորին մեջ կմեցնե, այդ բոլոր դժվարություններուն գտիմանա։ Ամեն օր կտեսնե ինչպես կմեցնա։
Հետևաբար սերը մտերմութենեն հարաճկուկա, մտերմությունը սերը գավերեցն։ Արնենք ասիգա մեր հոգևոր կյանքին տնենք։ Աստված մեզի համար դերն ու կա սանսրացուցիչ կտարնա։ Չենք խոստովան դրա կավթը, ամոտ աստուծում է ինչպես պիտի սանսրան։ Բայց Աստվածն ալ սանսրացուցիչ կտարնա մեզի համար։ Հիսուս կսե որ, եթե այդ սանսրության թիմանաս և շարունակես աղոթևում, այնադեն ուրիշ մի պան գբադալի, քու և աստուծո միջը։ Կապ կգաստատվի, թուն աստված ավելի լավ բիճանչնաս, աստված կեզ է ավելի լավ բիճանչնաս։ Որովհետև աստուծո մասին, աստված ամեն ինչով հետաքրքրված, ամեն ինչին մեջն է, դակավին Հիսուսավ առանց դու կսելու աստված չիդե թե ինչ համար պետք է։ Բայց պետք է մենք աստուծո խոսենք, որպեսզի աստուծո հատուկ ուշադրությունը գրավենք։ Աստծո հատուկ ուշադրությունը գրավելու համար մենք հատուկ պետք է ունենք։ Հիմա այս քաղաքը մտածեցեք 18 միլիոն մարդ կա, չէ՞։ Այսօր այս քաղաքի մեջ խոսող մարդիկ իրենց լեզվի մեջ քանի անգամ Աստված գիտեն, շատ չէ, հատկապես թուրքերեն մեջ։ Ամերիկացի եկել է Թուրքիո, հետո կացել է, սերեմ որ ինչ սորվեցար, ինչ կհիշես Թուրքիայեն, սեմ որ 4 պար, մաշալլահ, ինշալլահ, էյվալլահ, հայ Ալլահ։ Այնքան շատ կորցրացվի, որ այս պարերը, հիմա թուք Աստված ըլլակ, այս Աստված գոչված պարերում ուշադրություն կդարձնեք, ոչ, որովհետև գիտե որ լուրջ չեն այս մարդիկը, Աստվածը սազան։ Անորամար դասնապանյային մեջ օրենքները մեկ այդ է, որ Աստուծո անունը բարապ դերը ու հերանում պիտի չվանես։ Որպեսզի Աստված սազադենը Աստված հասկնա, որ իրեն միտքունս, ոչ թե երկի համար գսես, ոչ թե բորդի համար գսես, այդպես երկեր կան, չէ, Ալլահ, 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 ուրեմն, այս չէ, հիմա սեզմը մեկը իր նստած դերեն ելլը, հոսկա, իմ աչկերուս աչեր նայի, հիմա ես ինչ կնեմ, ասկի առաջ այդ մարդը չեմ նշմարած, որոդ է ոստե 100 մարդ կա, բայց երբ որ իմ աչկերուս կուկա, աչկերը կդնգե իմ աչկերուս, ի վերջու կսեմ, որ ինչ կուսես։ Աստվածալ այդպես է։ 18 միլիոն մարդուն մեջ են, եթե մեկը գելդ է, Աստծո աչկերը կդնգե, և լուրջ կերպով իրեն կխոսի, և գսե, որ կեզ այդ կորցուն կներիք։ Պիտի լսես ինձ, պիտի տեսնես ինձ։ Եվ Աստվածալ գսե, որ այս իմ ծարած լուրջ է ինձի հետ հարապերվելու։ Եվ երբ որ մենք ասիկա վարժության վերացենք, այնադեն Աստուծո և մեր սիրտին մեջ հատուկ քիծն կպատային։ Չեք հասկնար ինչը անիկան, բայց սեր սիրտին մեջ Աստված ախորժակ կտնե իր մոտ սպավել։ Անորամար դարիներով եկեցի եկով հաջախով մեկը այդ կապը կստանա։ Եկեցական կյանքից մեջ ինձ ամենեն շատ կբավարող երևույթները մեկը սա էր։ Երդասարդ երբ որ թվիր է այս շարականները գերք են և այլն։ Երբ որ Սամաթիա երթանք, գիտեինք, որ հայերեն չեն գիտեր այս մարդիկ։ Յոզգաթեն, Եսարիայի եկել են, հայերեն չեն գիտեր։ Բայց արավոտյան զանգագով միասին կուքան, կգենան, փոլորս վազդերը միայն Աստված կհասկնան, Քրիստոսը սազադենը խաչ կհանեն,
ուրիշ բան չեն գիտեր, հին շամ եկեցի մեջ կգենա, նույն շաբաթ նորեն գուկա, ինչու իրենք կալ չեն գիտեր, բայց երբ որ այդպես գվարվիս Աստուծո հետ, Աստված ալ քու սիրտետ անոր սիրտին մեջ ճամփան ուղբան։ Այդպես ավոր բատություն կա, մեկը մեռած է ետ եկած է։ Բժիշկը 80 տարեկան, մեկ սիրտի տակտամ կանցն է, օպերասյոնի ադեմ կմերն է։ Հոգին ելել է Քրիստոսը կտեսնե, մեկ։ Ինչ եղավ է դեր, կսե որ մեռա։ Բայց կսե չեմ գնալ մեր, ինձի պետք է այս աշխարհի մեջ։ Տակավին ուներին կորձեր ունին ես։ Չէ ոսավ, թուն քու կորձը կատարեցիր։ Հիմա քեզ համար պատրաստված հանգիստին մեջ պետք է մտնես։ Բժիշկը կսե որ որքան թյուրին եղավ կսե։ Մեռա, մեկ քու արջևը տա։ Քրիստոս կսե ամեն մարդուն համար չէ այսքան թյուրին։ Ինձ համար ինչու թյուրին եղավ, որովհետև քու սիրտիդ եւ իմ սիրտս մեկ է։ Միշտ ես քու սիրտիդ մեջ եմ։ Միշտ թուն իմ մասին կմտածեիր, ես ալ քու մասին կմտածեի։ Հետևաբար երբեք չենք բաժնված մենք։ Միշտ հոն եմ ես։ Հետևաբար մեռնիր կամ ապրիր նույն բանը քեզ համար։ Բայց մարդը գսե որ լավ գսե դեր ինձ ետ ուղարկե, ըների կորձեր ունի, ինձ պետք ունի։ Հիսուս գսե այդպես կգարզես գսե, նայե գսե, ուրեմն ցույց կտա իր մեռած դերը ինգած է, երիտասարդ բժիշկները գսեն որ ի վերջո մեռավ այս մարդն։ Բժիշկապետն է միշտ արգեք դուլար, նոր բաներ ունելու մեզ են։ Հիմա հանգիստ ենք, հիմա նոր բաներ գրնան կներ։ Այդ աքսի մարդուն մեկն էր արդեն։ Ամեն ինչի ինքը լավ գիտեր։ Եվ մարդը գսե որ դապես ես այսպես եմ, գսե որ նայե գսե, դես գսե, մարդուցում է քու արների քնահատանքը թայդ։ Շատ կուզեսն է քնագսը և աչկերին բանը։ Հարկավտ է մյուս երդասարդ բժիշկները հուսախապ կլան, որ չմերան։ Երբ որ աղոթեք, խորունկ աղոթքի մեջ կհաստնակ, որ սեզի աստուծում է ավելի շատ որ չվոք չգրնարս։ Միայն Աստված կսիրեց ես ամենայն շատ։ Բայց ասիգա հասկնալու համար պետք է այդ մտերմությունը հաստատել։ Հիմա Հիսուսի պատմած այս արագի մեջ ինչ եղավ, ամեն օր քնած։ Միայն թադստես չսավարդավ, զուրուցեցին, ուրեմն գինը ջանցավ թադավորը։ Թադավորը ջանցավ գինը։ Հետևաբար այդ մտերմության մեջ գինը ասկսավ, որ իր ուզածը պիտի արնեն։ Այս մարդուն մեջ, որ աստուծում է չի վախներ, մարդուցում է չամսնա, բայց լավ համ մգա։ Քիչ մաշխատի հոնդը իր ուզածը կարնը։ Ինչպես մտերմության մեջ։ Հետևաբար սիրելիներ, Տեր Հիսուս կսե, որ Աստծո հետ մտերիմ եղեք, որպեսզի Աստվածա ցեր ուզածները ցեզի տա, ցեր չուզածներն անցես։ Sevgili kardeşlerim, kız kardeşlerim, büyük oruç dönemi ilerliyor. Oruç döneminin bizimle ilgili öğretmek istediği şey, bizde yapmak istediği şey temizlenmemiz. Ruhumuzun arınması, temizlenmesi. Bir gün Hisus'un öğrencileri yiyecek bulamıyorlardı, tarladan geçiyorlardı. Elleriyle başakları ovalayıp yiyorlardı. Ve
orada bulunan sofular dediler ki öğrencilerin ellerini yıkamadan yemek yiyorlar. Ve böylece günah işliyorlar. Yusuf da dedi ki siz kendi ihtiyarlarınızın koyduğu yasaları Tanrı yasası gibi düşünüyorsunuz. Çünkü biz de ellerimizi yıkayıp yemek yeriz. Birisi yemek yiyecekse deriz ki ellerini yıkar. Çocuğumuza da öğretiriz ki ellerini yıkar. Ama bu hijyen içindir. Yani sağlık içindir. Dini bir kural değildir. Ama bir şekilde bunu dini kurala çevirmişler. O zamanki Yahudiler. Ve yani adamların ellerini yıkayacakları ne su var, ne bir yiyecekleri var. Karınları acıkmış zaten Allah yolunda, Tanrı yolunda kendilerine adamışlar. Ancak bulmuşlar o başakları elleriyle ovalıyorlar. Bunun üstüne Hisus halkı yanına çağırıp onlara dedi. Dinleyin ve şunu iyi belleyin. Ağızdan giren şey insanı kirletmez. İnsanı kirleten ağızdan çıkandır. Bu sırada öğrencileri ona gelip biliyor musun dediler. Ferisiler, din adamları bu sözü duyunca gücendiler. İsa şu karşılığı verdi. Göksel babamın dikmediği her fidan kökünden sökülecektir. Bırakın onları, onlar körlerin kör kılavuzlarıdır. Eğer kör köre kılavuzluk ederse ikisi de çukura düşer. Bedros bu benzetmeyi bize açıkla dedi. Siz de mi hala anlamıyorsunuz diye sorduysa, ağza giren her şeyin mideye indiğini, oradan da helaya atıldığını bilmiyor musunuz? Ne var ki ağızdan çıkan yürekten kaynaklanır, insanı kirleten de budur. Çünkü kötü düşünceler, cinayet, zina, fuhuş, hırsızlık, yalan yere tanıklık ve iftira hep yürekten kaynaklanır. İnsanı kirleten bunlardır. Yıkanmamış ellerle yemek yemek insanı ruhen kirletmez. O zaman Yusuf bize bir sır açıyor. Bedenimizin en çok kirlenen yeri ellerimizdir. Ruhumuzun en çok kirlenen yeri neresi? Ağzımız, dudaklarımız. Çünkü dudaklarımız içimizde olanı dışarı aktardığımız yerdir. Ve Tanrı'nın önünde temizlenmesi gereken insan, dudakları temiz olması gereken insandır. Böyle bir adam var, çok Meryem anaya çok böyle sevgisi var. Sürekli ona dua ediyor. Ama çok küfürbaz. İnsanların kalbini kıran, bunu eleştirenlere de benim kalbim temiz diyen birisi bir gün bir rüya görüyor. Rüyasında cennet gibi bir yerde çok güzel bir sofra var. Bakıyor ki o sofranın başında Meryem Ana var. Ve insanlar sıraya dizilmişler. Meryem Ana o enfes bir yemekten, kazandan kepçeyle yemek veriyor hepsine. Bu adam geliyor. Meryem Ana bir tabak alıyor ki pis, leş gibi, kurtlu içinde ve o yemeği koyuyor, adama veriyor. Diyor ki Meryem Ana ne yaptın diyor. Ne yaptım diyor. Bana diyor o güzel yemeği verdin de herkese temiz kapta verdin, bana kirli kapta verdin. Evladım diyor, sen aynı şeyi bana yapıyorsun. Ne yapıyorum? Bana güzel laflar ediyorsun. Bana güzel dualar ediyorsun. Ama pis dudaklarla yapıyorsun. Kirli dudaklarla yapıyorsun. Hagopos Arakyal İncil'deki mektubunda diyor ki kardeşlerim diyor, aynı kaynaktan tatlı ve tuzlu su akabilir mi? Dolayısıyla aynı dudaklarla hem babayı hem Göksel babayı övüp
aynı zamanda lanet edebilir miyiz biz? Onun için sevgili kardeşlerim, büyük oruç döneminde en çok temizlenmesi gereken şey dudaklarımızdır. Ama dudaklar kendiliğinden konuşmuyor diyor Yusuf. Ağız yüreğin taşmasından konuşur. Yani yüreğinde ne varsa ağzından o çıkıyor. Mezmur yazarı diyor ki, iman ettim, onun için de konuştum. İçinde iman varsa iman çıkar. İçinde şüphe varsa şüphe çıkar. İçinde güzellikler varsa güzellikler çıkar. Onun için Dostoyevski de demiş, dünyayı güzellik kurtaracak. Ve o güzelliğin en çok olması gereken yer insanın yüreği. Bizim dudaklarımızı temizlememiz çok önemli. Çünkü dediğim gibi bu dünyada en çok kirlenen yerimiz bizim dudaklarımız. Çünkü insan düşüncesi çocukluğunda pasiftir. Mesela hiç kimse ana dilini nasıl öğrendiğini bilemez. Çalışmaz onun için, çabalamaz onun için. Sünger gibi bizim beynimiz o dili ne yapar? Emer. Ve biz konuşmaya başlarız. Onun için yabancı dil öğrenince zorlanırsınız. Çünkü eğer erişkin olarak yabancı dil öğrenmek istiyorsanız o süngerliği beynin ortadan kalkar, çok çabalamanız gerekir. Sadece biz ana dilimizi emmeyiz böyle. O dildeki bütün küfürleri de emeriz. Bütün lanetleri de emeriz. Bütün hakaretleri de emeriz. İyisi de kötüsü de o dilin bizim içimize gelir. Şimdi burada birisi küfür etse Türkçe hepimiz anlarız. Nasıl anlarız? Çünkü içimizde var bizim. Beynimizde var, yerleşmiş. Yoksa birisi Çince küfür etse bir şey anlar mıyız biz? Niye? Çünkü içimizde yok. Nasıl anlıyoruz bütün küfürleri? Çünkü içimizde var. İçimize yerleşmiş. Biz fark etmeden bütün küfürler, bütün lanetler, bütün uğursuz şeyler içimize gelmiş, yerleşmiş. Dışarı çıkmak istiyor bunlar. Kızdığınızda dışarı fırlamak istiyor. Birisine öfkelendiğinizde dışarı fırlamak istiyor ve fırlıyor da. Olmasaydı fırlamazdı. Bizim içimizde olan dil vasıtasıyla içimize yerleşmiş olan kötü şuna benzer. Bir bardak çamurlu su alın, bekletin. Ne olur? Çamur dibe çöker, su saydamlaşır. Şimdi o suya siz temizleyebilir misiniz? Bir kaşıkla karıştırırsanız hemen o bütün pislik ortaya çıkar. Kalbimiz hiçbirimizin temiz değil. Kusura bakmayın. Ben de dahil olmak üzere kalbimiz temiz değil. Bu dünyanın çamuru çökmüş. Şimdi cici duruyoruz kilisede. Allah'tan korkuyoruz. Düşüncelerimizi temiz tutuyoruz, sakin tutuyoruz. Ama çamurlar dipte. Birini bekliyor. Bizi gıcık edecek birini bekliyor. Şimdi o geldiği zaman ne yapacaksın? Birisi sana düşmanlık yaptığında ne yapacaksın? Nasıl çıkacak dışarıya? Ve istiyor ki yürekten çıkar bütün seni kirletecek olan şeyler. Peki bunun çözümü nedir? Eski peygamberlerden Yesai peygamber bir rüyet, bir görüm görüyor. Bir vizyon görüyor. Transa geçiyor.
Kral Uzia'nın öldüğü yıl yüce ve görkemli Rabbi gördüm. Tahtına oturuyordu. Giysisinin etekleri tapınağı dolduruyordu. Üzerinde seraf melekleri duruyordu. Her birinin 6 kanadı vardı. İkisiyle yüzlerini, ikisiyle ayaklarını örtüyor, öbür ikisiyle de uçuyorlardı. Birbirlerine şöyle sesleniyorlardı: her şeye egemen Rab, kutsal, kutsal, kutsaldır. Yüceliği bütün dünyayı dolduruyor. Serafların sesinden kapı söveleriyle ışıklar sarsıldı, tapınak dumanla doldu. Vay başıma, mahvoldum dedim. Çünkü dudakları kirli bir adamım. Dudakları kirli bir halkın arasında yaşıyorum. Buna karşın kralı, her şeye egemen Rabbi gözlerimle gördüm. Seraflardan biri bana doğru uçtu. Elinde sunaktan maşayla aldığı bir kor vardı. Onunla ağzıma dokunarak, işte bu kor dudaklarına değdi. Suçun silindi, günahın bağışlandı dedi. Sonra Rabbin sesini işittim. Kimi göndereyim? Bizim için kim gidecek diyordu. Beni gönder dedim. Git bu halka şunu duyur dedi. Duyacak ama anlamayacaksınız. Bakacak ama göremeyeceksiniz. Bu halkın yüreğini duygusuzlaştır, kulaklarını ağırlaştır, gözlerini kapat. Öyle ki gözleriyle görmesinler, kulaklarıyla duymasınlar, yürekleriyle anlamasınlar, bana dönüp şifa bulmasınlar. Şimdi bir şekilde bu peygamber, Tanrı'nın kutsallığını gören bu peygamber, kendi zamanının en kutsal kişisi. Ki böyle bir görme ulaştı. Bu adamın ağzından bilinçli olarak küfür çıkmaz. Bu adamın örnek birisi. Biz bu peygamber gibi olsak öpüp başımıza koyarız. Ama bu peygamber Tanrı'nın katına çıktığında ilk fark ettiği şey ne? Dudaklarının kirliliği. Dudaklarının kirliliği. Ve ondan dolayı hissettiği acı. Düğüne gitmişsiniz, beyaz bir elbise giymişsiniz, sonra üstüne kahve döktünüz onu. Değiştirecek durumda değilsiniz. Ne yaparsınız? Elinizle o lekeyi örtmeye çalışırsınız. Çünkü artık düğündesiniz. Bu dünyada bizim söylediğimiz ufak tefek küfürler, laflar, hakaretler hepimize normal geliyor. İsus diyor ki, kardeşine ahmak diyen cehennem ateşine layık olacak. Kardeşine budala diyen millet meclisinin önünde yargılanacak. Ne zaman? Eğer biz Tanrı krallığına gidersek. Şimdi bu dünyada ahmak, budala en hafif laflarımız bizim. Eşek, köpek, inek, değil mi? Bütün hayvanlar çeşitleri var. Bir eski zamanlarda Ermeni kadını kızdırmış bir seyyar satıcı. Ermeni kadını demiş, hayvan demiş. Adam başlamış gülmeye. Onun o aksanlı hayvan sözünü söylemesine gülmeye başlamış. Kadın da demiş ki, ne yani sana hayvan dediysem kendini muhabbet kuşu zannettim. Hayvanların da çeşitleri var. Şimdi nasıl oluyor ki biz içimizde bu şeyler var ve bu şeyler bize normal geliyor ama Tanrı için bunların en küçüğü bile tahammül edilemez. Tanrı erişilmez kutsallıkta duruyor ve diyor ki ben kutsalım, siz de kutsal olacaksınız. Ve üstüne kutsallıkla çalışmanız gereken ilk şey dudaklarınız. Dediğim gibi çaresiziz. Yapacağımız bir şey yok. Dil vasıtasıyla içimize bütün küfürler, bütün lanetler, bütün yanlış sözler girmiş.
Buna yapacağımız bir şey yok. Ama buradan dışarı çıkmasına ne yapabiliriz? Engel olabiliriz. Ve dudaklarımızın temizlenmesi için özel duamız olması lazım. Tanrım dudaklarını temizle. Dudaklarımdaki o kötü alışkanlığı benden al. Öfkelendiğim zaman, kızdığım zaman, nefret ettiğim zaman dilimle suç işlemeyeyim. Çünkü bir insanın düşüncesi de onu kirletir ama söze dönüşmedikçe o içimizde kalır. Yani biz ona sahip oluruz. Ona sahip olduğumuzda, o duyguya sahip olduğumuzda o zaman dilimize de hakim oluruz. Bizim o zaman yapmamız gereken en önemli çalışma dilimizi ehlileştirmek. Büyük oruç döneminde bu. Evet, oruç tutuyoruz, periz tutuyoruz, ağzımızı bazı yiyeceklerden uzak tutuyoruz. Ama bu yetmiyor. Bakın kiliseye geliyoruz. Yeni bir dil, yeni bir anlayış geliştirmek için. Tanrı'nın sözleriyle dilimizi temizlemek için. Onun için öğrendiğiniz her dua dilinizi temizler. Nasıl ki ocaktan bir melek ateş aldı ve peygamberin dudaklarına değdirdi ve dedi ki dudakların temizlendi. Bunun gibi Tanrı'nın sözleri ateştir, dudaklarınıza değdiğinde dudaklarınızı temizler. Onun için dualar öğrenin. Haymer'i biliyorsunuz ama yetmez. Başka dualarımız var bizim. Havada Kostovanimimiz var bizim. Kilisenin duaları var bizim. Şimdi kilisemiz kitaplar bastı. Ermenice, Türkçe açıklamaları olan dualarımızın o kitapları alın ve onlardan birkaç tanesini öğrenin. Dilinize yerleşsin. Dilinize yerleşsin ve dilinizden o çıksın. Sıkıştığınız zaman o dua fışkırsın. Tanrı sözleri fışkırsın dudaklarımızdan. Adamın biri evet diyor, imanlı olmam lazım. Evet, Hisus'a iman edersem kurtulurum. Ama son anda dedim ki Tanrım ben sana inanıyorum. Beni kurtar. O da beni kurtarır. Aceleye gerek yok. Atıyla gidiyor uçurum kenarında. Atı tökezliyor. Uçurumdan aşağı düşerken diyor ki atına kızarak lanet şeytan götürsün seni. Ağzından çıkan son söz bu oluyor. Şeytan da geliyor alıyor götürüyor beni. Bu durumda kalmamak için yüreğinizi kutsal olanla besleyin. Kutsal olanı yerleştirin oraya. Bizim rahmetli Şunor Badiyar 1990 yılında Hayastan'a gitti. Hayastan'da Gatorgosara'nın merdivenlerinden aşağı inerken bir şekilde düştü, kafası karşıdaki duvara çarptı, kafatası parçalandı. Aldılar, hemen hastaneye taşıdılar. Doktorlar operasyon yapıyorlardı, ameliyat ediyorlardı. Bilinci yok tabii kendisinden geçmiş. Hayrete baktılar, dudakları oynuyor. Şunor Badiyar'da dudakları oynuyor. Ve dinlediler ne diyor? Şunu diyordu. Vorniyayın sasla, ısmesin vornutyankum, ıspazun kututyankum, kavyazanı diyorsunuz. Bizim en çok sevdiğimiz Samoslardan birisi Şunor Badiyar'ın ezberlemiş. Her gün söylemiş. Günde birkaç kere söylemiş. Ve şimdi dudakları diyor ki bağışla beni ey Tanrım, bağışla beni. Büyük merhametine göre sil benim günahlarımı. Güzel bir şey değil mi? Şunor Badiyar, ben 1983'te Patrikhane'de öğrenci olarak yaşamaya başladım. Gece yarısı 3'te kalkardı. Ağlayarak dua eder. Samoslar okur. Biz de derdik ki bu yaşlı adam niye bunu yapıyor? Yatsın uyusun. Zaten imanlı birisi. Ama işte mükafatı ne zaman çıkıyor ortaya?
o zor anlarda çıkıyor. Onun için sevgili kardeşlerim, kilisenizi sevin, kutsal kitabınızı sevin, ilahilerinizi, dualarınızı sevin. Severseniz onlar size yerleşirler ve yerleştiği zaman da onlar uygun olduğu zaman sizin işinize yarayacak şekilde dışarıya çıkar. İmanda pekişirseniz, ağzınızda güzel sözler olursa, Tanrı'nın sözleri olursa o zaman Isus'un dediği gerçekleşir. Dünyanın ışığı sizsiniz. Dünyanın tuzu sizsiniz. Yani Tanrı'nın sözleri sizde yerleştiğinde sadece size değil, çevrenize de bereket ve ışık kaybediyorsunuz. Rab hepinizi bereket.